Որոնք Քոչարյանին հաղթանակ։ Հակասություն անպայման։ Հաղթական է տրամադրված Չարեն Ցավանը, Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուին ծափերով են դիմավորում, վստահ, որ միասին կարող են։ Արքայից։ Մեր ձայնը համայնքը որոշել է կպին ոչ մի ձայն։ Ընտրություն գնալու են, բայց ոչ մի ձայն։ Այս իշխանությունից ազատվելը անհրաժեշտություն է ամեն հայի համար։ Չարեն Ցավանցիների համար անհրաժեշտություն է Նիկոլ Փաշինյանից ազատվելը։ Այո, վստահ է Գեգամ Մանուկյանը։ Չարեն Ցավան յուրաքանչյուր այցի ժամանակ անձամբ է դժգոհություններ լսում քաղաքացիներից։ Նախագահ Քոչարյանի ժամանակ Չարեն Ցավանի ռազմարդյունաբերության հսկան, հաստոցաշինական գործարանը 600 աշխատող ուներ, իսկ հիմա ամեն անգամ ինձ որպես պաշտպանության հանձնաժողովի անդամ Չարեն Ցավանցիները դիմում են, ամիսով աշխատավարձ չեն տալիս, գործարանը պարտքերի մեջ խրված է։ Որպես հայ մարդ, որպես մի ընտանիքի հետ, հարց եմ ինձ համար տալիս, անհրաժեշտություն է թե ոչ, անհրաժեշտություն է, որ ես ուզում եմ ապրել մի երկրում, որի ղեկավարը հիստերիկ չի։ Ապրել մի երկրում, որի ղեկավարի առաջ խեղճանում են, որից զգաստանում են, որի հետ հաշվի են նստում։ Այսպիսի Հայաստան է առաջարկում Հայաստան դաշինքը։ Կհիշեք Քիվեստը, Ամերիկա երբ որ գնացին բանակցությունների, Հայր Ալիևը 20-25 րոպե լացեց, թե Հայաստանը օկուպացրել է, սա է։ Հիշում եք նախագահ Քոչարյանի պատասխանը։ Ես 10 կիլոմետր չեմ կտրել եկել այստեղ, որ պոպուլիզմով զբաղվեմ։ Եկեք անցնենք գործի։ Ու մեռավ Հայր Ալիևը։ Եկավ որդի Ալիևը ու դարձավ Փաշինյանի հրամանատարը, ասում է Մանուկյանը, վստահեցնում վիճակը շտկել հնարավոր է, եթե հունիսի 7-ին քաղաքացին իր քվեն տա համար 17-ին։ Հունիսի 7-ին ընտրելու է 17-ին, հունիսի 7-ին ընտրում ենք Անտեսել իշխանության սպառնալիքները, հետապնդումները, մանիպուլյացիաները հանուն հայրենիքի կոչ է անում Ագնես Ախամոյանը։ Նրա խոսքով վախկոտից վախենալ պետք չէ, իսկ Հայաստանում կա ավելի վախկոտ մարդ, քան Նիկոլ Փաշինյանը, ասում է Խամոյանը։ Քարոզարշավի 10-րդ օրը, սիրելի Չարեն Ցավանցիներ, մենք ունենք 1 զոհ, 10 ձերբակալված անձ, կալանավորված մի քանի տասնյակ անձիկ, բազմաթիվ քրեական գործեր, որ ասում ենք ձեր ամեն մի օրը մնալու մահը, ողբերգությունը, հայրենիքի կորուստը, ասում են ընդդիմադիրները բայղուշություն են անում։ Դու այ բայղուշներ, էլ քանի կյանք պետքա տանեք, քանի պատերազմի ժամանակ, քանիսի գլուխը կերակ։ Կամ Հայաստանը մաքրել թափթփուկներից, կամ պատրաստվել նոր պատերազմի, կարծում են դաշինքի անդամները։ Հիշեցնում, դեռ 3 Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ, որոնք պետք է վերադարձնել տիրոջը։ Եթե այդպես չի, դու չես պատրաստվում վերարտադրվես եւ նոր տարածքներ հանձնես։ Ընդհանրապես խնդրում ենք արա 2 հայտարարություն։ Պարզ կանգնի մեր ժողովրդին ասա, որ եթե դու վերընտրվես, Հայաստանից նոր տարածքներ չես հանձնելու։ Ու երեք մենք այս հարցի պատասխանը ստացանք։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր ընտրվելու դեպքում Հայաստանից նոր տարածքներ է հանձնելու։ Սրա վերընտրվելու դեպքում նոր պատերազմա լինելու, որովհետև մենակ մի դեպքում է Ադրբեջանը հարձակվելու, իսկ խաղաղության պայմանագրի նախաստորագրված տարբերակի չստորագրումը միայն դրա մասին է խոսում։ Երբ որ ունենա Ադրբեջանը երաշխավորված հաղթանակ, իսկ երաշխավորված հաղթանակ միայն մի դեպքում կունենա, երբ իշխանության լինի Հայաստանում նորից իր տուզիկը։ Շնորհակալ եմ։
Փաշինյանը իր սխալներից դասեր չի քաղում, կարծում է Ռոբերտ Քոչարյանը, ինչու, որովհետև ինքը չի վճարել այդ սխալների համար։ Կարող են ասել այսօր մեկ բան, մյուս օրը մեկ ուրիշ բան։ Արցախը Հայաստանը է վերջ, հետո Արցախը Ադրբեջանը է վերջ, բայց այդ ամենի պատասխանատվությունը եւ գինը տալիս է ոչ թե ինքը, այլ պարզ ժողովուրդը։ Չի կարա առաջնորդը ասի դե սխալվել եմ, ինչ ա եղել, հետո ինչ 5000 զոհ։ Այն ժամանակ ուրիշ բան էի մտածում, հիմա ուրիշ բան եմ մտածում։ Սա կրկնեմ, անպատասխանատվության ինստիտուտի չեղարկումն է։ Եվ սա այն է, ինչ քայքայում է պետականության հիմքերը։ Առանց պատասխանատվության չկա իշխանություն, առանց պատասխանատվության չի կարող որևէ պետություն կայանալ։ Բայց հնարավոր չէ պատասխանատվություն ակնկալել մի մարդուց, որն աչքի է ընկնում տարօրինակ վարքագծով, հոգեկան անհավասարակշիռ վիճակում լայվեր է մտնում, հանդիպում քաղաքացիների հետ, կարծում է Քոչարյանը։ Մեր ծրագրում կա մեկ լուրջ թերություն։ Որ թերությունն է դա։ Նայեք, մարդ վարորդական իրավունք ստանալուց ընդամենը փոքր մեքենա քշելու համար փսիխոյի թուղթ է ստանում։ Հոգեկան առողջության վերաբերյալ թուղթ է անում։ Ժողովուրդը ասում է փսիխո։ Հիմա պետության ղեկի մարդը մի պետություն, որը ունի մոտ 3 միլիոն բնակչություն, կարծում եմ եւս պետք է փսիխոյի թուղթ անեն։ Եվ մենք անպայման մտցնելու ենք նաև մեր ծրագրի մեջ, որ վարչապետի տեխնացում պարտավոր է փսիխոյի թուղթ անել միջև ընտրությունների մասնակցությունը, որ մենք այլևս գժեր պետական ղեկի վրա չունենանք։ 44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Խաչատրյանի մայրն է դիմում երկրորդ նախագահին, ամեն ինչ անել հայրենիքը փրկելու համար։ Ես ուղղակի խնդրում եմ ձեզ, ես ուղղակի աղաչում եմ, աշխատեք այն մարդկանց հետ, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, ովքեր են ում են տալու իրենց ձայնը, որովհետև պետք է բացատրել մարդկանց, որ սա անձի կուսակցության ընտրություն չէ, սա Հայաստանը ունենալու կամ քարտեզից ջնջելու ընտրություն է։ Այս երկու ընտրությունն է։ Ես հարգելի համաքաղաքացիներ, ես չեմ խոսում նիկոլիզմով տառապող հիվանդության մարդկանց հետ, նրանք անբուժելի են, մի վնասեք ձեր առողջությունը, մի խոսեք նման մարդկանց հետ, բայց կան չկողմնորոշված մարդիկ եւ ընտրության չգնացող մարդիկ։ Խոսեք, բացատրեք, ասեք, կամ այն մարդիկ, ովքեր մտնելու են ընտրատարածք, վերցնելու են 16 թիվը, հազարավոր տղաների արյունը, Արցախի կորուստը մնալու է նրանց խղճին, ուր լավ իմացեք, անպայման պատասխան են տալու։ Ես դավաճանությունը եւ ուրացումը չի ներվում։ Արժեն թափառական փնթի Նիկոլի համար մտնել Հավիտյան անեծքի տակ։ Իհարկե չարժե։ Շնորհակալություն այսքան։ Շնորհակալություն։ Հետարքիր մետքեր, 16 համարի բյուլետենը արյունոտ է։ Համաձայն են Չարենցավանցիները, ուզում են լսել, ինչ պատժի է արժանանալու հայրենիք հանձնողը։ Ես ուղղակի ուզում եմ իմանալ, սրանք անկեղծ ինչ պատիժ են ստանում։ Բաց խոսանք, էլի, բաց։ Սրանք երկիր են հանձնել։ Երկիր են հանձնել, չհաշված, ասում են 5000 խեք ասում։ Ես լավ առաջարկ ունենք մենք։ Ես գիտեմ Աննա Գրիգորյանի առաջարկը։ Այ Աննա Գրիգորյանի առաջարկը շատ դուրս եկավ։ Գիտե։ Միայն մտահոգությունս հետևյալն էր, հանկարծ դա որպես խոշտանգում չդիտվի։ Որ մի կողմից ահարատելնի, մի կողմից Արագայլոտ Աննա Գրիգորյանին կարելի է Հայաստանի հերոսի կոչում է տալ։ Այս ժողովուրդը մեկ-մեկ ինձ անիմաստ, մեկ-մեկ չէ, շատ են տալում, ասում եք Քոչարյանը բախի չկայնացել ես կռիվը։ Գիտեն դու եք վարչապետը։ Չես կարող բացատրես, արա դու գնացիր, ստան ընտրեցիր։ Էդ է երկիր ներկայացնողը։ Քու հետ, որ ձեն ես տվի։
Վերջապես այս ժողովրդին բացատրեք, որ դուք չեք եղել պատերազմի ժամանակ այս երկրի ղեկավար։ Քոչարյանը ասում է, իշխանությունն ամեն ինչ արել է խոչընդոտելու, գործընթացի վրա ազդելու իր բոլոր փորձերը։ Նույնիսկ մի պահ մտածեցի, որ պետքա Մոսկվա թռնել եւ փորձել գործընկերներին համոզել, որ հնարավորինս արագ պատերազմը կաղնեցվի։ Ասեմ, երրորդ, չորրորդ օրը ինձ համար պարզ էր, որ այս կազմակերպվածության այնինչ կատարվում է, լավ բանով չի ավարտվելու։ Նույնիսկ այն ժամանակ դատարանի արգելք ունեի դուրս գնալու, դատավորից ստացել ենք դուրս թռնելու բան, երկիր բացակայելու թույլտվություն։ Բայց կովիդի ժամանակ էր եւ առանց տեստերի հնարավոր չէր նույնիսկ ինքնաթիռ նստել։ Հանձնել եմ տեստը, լրիվ առողջ էի, որևէ պրոբլեմ չունեի եւ ստացել եմ պատասխան, որ ես ունեմ կովիդ այդ ժամանակ։ Գնել ենք այդ բան rapid տեստերը։ 4-5 հատ փորձել, բոլորը բացասական էր, կովիդ չունեի։ Նույնիսկ այդ ճանապարհով արել են ամեն ինչ, որ նույնիսկ իմ կապերով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն չունեն։ Թշնամանալ սեփական երկրի հետ, սեփական ժողովրդի թշնամին դառնալ, սա է Փաշինյանի քաղաքականության հիմքում, համոզված է Քոչարյանը։ Այնինչ կատարվում է հիմա, ուղղակի թշնամություն է սեփական երկրի եւ սեփական ժողովրդի նկատմամբ։ Ներսում Հայաստանը պառակտեցի, հին նոր, սպիտակ սև, հարուստ աղքատ։ Ժողովրդին իրար վրայով արին եւ այդ տրամադրությունը նշանակում է, որ երկրի ամրությունը, ներքին ամրությունը խաթարվեց։ Եվ զուգահեռաբար հարաբերությունները վատացնում են քո հիմնական դաշնակցի հետ։ Ինչի համար։ Սխալը իշխանությանն է, գին տվողը ժողովուրդն է։ Հազարավոր կյանքերով եւ տարածքային կորուստներով։ Քոչարյանը Նոր Հաչնի բնակիչներին էլ խոստանում է շտկել իրավիճակը։ Նա գիտի այս իշխանության սխալների գինը։ Ես արդեն գին եմ տվել, հայրենիք եմ տվել, իմ ծննդավայրն եմ տվել, իմ պապական տունն եմ տվել։ Թույլ տանք, որ սա շարունակվի։ Ուրեմն պետքա ոտի կաղնել։ Պետքա իսկապես ոտի կաղնել ու ասել հերիք է։ Համաձայն եք։ Քանդողին փոխարինել կառուցողով, ավերողին ստեղծողով, սուտը ճշմարտությամբ, համաձայն են նաև Արտաշատում։ Սա ստորացման ճանապարհ է եւ այս բանաձևը օգտագործելով ինքը փորձում է ճնշում գործադրել ձեր ազատ կամքը արտահայտելու վրա։ Այլ բացատրություն այստեղ չկա։ Ուրեմն ինչ պետք է մենք անենք։ Այդ հարբեցող ծաղարացուի իմ բառերը չի։ Ինքը սիրեց այդ բառերը, որովհետև Ալիևը դա ասել է, ինքը չի ակադարձել։ Ասել է, օքեյ եմ դրա հետ։ Ուրեմն այդ հարբեցող ծաղարացուին պետք է վռնդել այդ պաշտոնից։ Եվ դա մենք կարող ենք անել հունիսի 7-ին, քվեարկելով համար 17-ին։ Համամիտ եք։ Գիտեք, խաղաղություն երևի թե մեզանից շատ ոչ մեկ չի ցանկանա։ Մարդկանցից այստեղ կանգնած նախագահի գլխավորությամբ այս պետության հիմքերում է կանգնած եղել, ազատագրության հիմքերում է կանգնած եղել, կորցրել է անկերներ, հարազատներ, ընտանիքը ռմբակոծության տակ է եղել։ Մենք, որ 44-օրյա պատերազմին որևէ ձևով մասնակցել ենք։ Բայց արդյոք հնարավոր է խաղաղություն, երբ մեր եղբայրները գերության մեջ են։ Դա նման է, որ որևէ ընտանիք որոշի հաշտվել մեկ այլ ընտանիքի հետ, իր զավակներին սպանող ընտանիքի հետ, այն դեպքում, երբ որ այլ զավակներ այդ ընտանիքում գերության մեջ են։ Այդպիսի խաղաղություն տեսել եք ժողովուրդ։ Ուրեմն խաղաղության համար պետքա ուժ լինի։ Մի հատ ուրվական, պարտության, ամոթի, խայտառակության ուրվականը շրջում Հայաստանով գալիս է բնակավայրեր, քաղաքներ, գյուղեր ու ասում է, հիստերիկ ձևով ասում, ես չեմ կարող ասեմ, որ ես ձեզ սիրում եմ։
Ժողովուրդ ջան, մի հատ ինձ կբացատրեք ինքը ձեզ ոնց է սիրում։ Այստեղից ասում են կարևորը մենք իրան չենք սիրում, բայց մի հատ եկեք հասկանաք ինքը ձեզ ոնց է սիրում։ Ձեր տուգան շատ երեխան ասում է շատ վատ է մեզ սիրում։ Ձեր տուգանքները բարձրացնելով տասնյակ անգամ, եռաբլուրում ծնողներին քարշ տալով, Արցախահայերին փախածներ անվանելով։ Նիկոլ, քո սերը մեր ազգին սպանում է, դու հո մանյակ չես։ Հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս ու ազատվել մանյակից, խեղկատակից, ծաղրածուից, դավաճանից ու ստախոսից, կոչ է անում Հայաստան դաշինքը։ Ուրեմն, միասին կարող ենք, միասին կարող ենք, միասին քվեարկում ենք Հայաստանի համար։ Լիլիթ Խալաթյան, Նորայր Շարբաթյան, Անիղան Դիլյան, Այլուր Կիրակի։ Անհավասարակշիռ եւ իստերիկ։